Եվս 5-ից 7 րոպե եւ վերջ։ Սիրով ողջունում եմ ձեզ իմ շատ սիրելի բաժանորդներ ջան։ Ուրեմն զատիկին ընթരാճ այսօր կպատրաստենք շատ համեղ ձուկ ջեռոցում։ Ուրեմն ինձ մոտ ձուկը լինելու է ոչ միայնակ, նաև բանջարեղեն եմ օգտագործելու մատուցման համար, դուք կարող եք բաց թողնել, ուրեմն միայն ձուկը պատրաստել, բայց ես առաջարկում ձեզ նաև այս տարբերակը, որպեսզի ձեր ուտեստը լինի ել ավելի ներկայանալի։ Ուրեմն այստեղ լվացել եմ լոլիկը, պղպեղը, փոքր այս գարնանային կարտոֆիլները կարող եք փոխարինել սովորական ուրեմն կարտոֆիլով, ինչպես նաև ձեզ հետ միասին կնախապատրաստեմ սունկը, իսկ դուք գիտեք արդեն, որ ես սունկը ոչ թե լվանում եմ, այլ այսպես կեղևահան եմ անում, ահա, և այսպես համարում եմ ավելի ճիշտ։ Սա բանջարեղենի մասով, այստեղ ունեմ իշխան ձուկ։ Կապ չունի թե քանի կիլոգրամ է կշռում ձեր ձուկը եւ իհարկե իշխան ձուկի փոխարեն կարող եք վերցնել նաեւ սիր կամ ցանկացած ձեր ուրեմն սիրելի ձկներից։ Կան համար կպատրաստենք թանդրով, որի համար մեզ հարկավոր է վերցնել 1 նարինջ, եւ այդ նարինջի հյութը առանձնացնել։ Ուրեմն տեսեք, քանի որ իմ նարինջը բավականին խոշոր էր եւ հյութեղ, ես օգտագործեցի կեսը ձիթապտղի յուղ, սա եմ օգտագործում, կարող եք վերցնել ցանկացած տեսակի յուղ սիրելիներս, բայց ասեմ, որ ձկան հետ շատ է համադրվում։ Ուրեմն հյութը պատրաստ է, սա դնեմ մի կողմ, զբաղվենք ձկով։ Ուրեմն ձուկը ես նախապես լավ լվացել եմ, մաքրել, հեռացրել եմ թեփուկները, բնականաբար, կհեռացնեմ նաև լողակները, էսթետիկ դարձնելու համար, բոլոր կողմերից, հիմա սուրդանակի միջոցով այսպիսի շեղ տրվածքներ եմ անում, կարող եք ուղիղ կտրել, պարզապես շեղը ավելի գեղեցիկ է նայվում, այնքան են կտրում, որ մինչև հասնենք այն խոշոր ոսկորը։ Նույնը կանենք հակառակ կողմից։ Սա արվում է նրա համար, որ համեմունքները լավ ներքաշի ձկի մեջ։ Վերցրել եմ ջեռոցի լավ մեծ տապակ, որի մեջ դնում եմ խայլաթիթեղով պատրաստված այսպիսի կաղապար ասենք, որի մեջ նորից դրել եմ ուղղաթուղթ, քանի որ չի կարելի միայն խայլաթիթով փաթաթել։ Այսպես կողքերից կարծես վրա եմ բերում, որպեսզի ձկան հեղուկը չհոսի, փոքր այսպես տակի հատվածում կանեմ, ամեն դեպքում որպեսզի չկպչի ձուկը, ձուկը համեմում եմ աղով հենց այստեղ։ Քանի որ աղը կարող է լավ չլուծվել բուսայուղի մեջ, այսպես եմ անում սիրելիները։ Սև պղպեղ կամ խառը պղպեղների խառնուրդ, այսպես ավելի համեղ է, գունավոր տեսակը, այստեղ կա թե սպիտակ, թե սև, թե կարմիր, որ հրաշալի համ է տալիս։ Ինձ օգնում են այստեղ կադրից դուրս ներսի հատվածում էլ եմ անում աղ և պղպեղ, սիրելիներս դուք չմոռանաք, այն որ սրտի ուզած ձևով աղ ու պղպեղ արեք։ Ուրեմն եթե իշխան ձուկ, ուրեմն թարխուն։ Թարխունը դնում այսպես ներսը եւ եթե ցանկությունն է կարող եք այստեղ մի փոքր կարակ դնել։ Ես
բուսայողով կսահմանափակվեմ։ Եթե չունեք թարխուն, բայց ունեք ռոզմարին կամ ուրիշ տեսակի շալֆեյ, կարող եք օգտագործել նաև այդ կանաչու տեսակը, ինչպես նաև թարխունին կարող է փոխարինել մաղադանոսը։ Մենք այս պատրաստած կաղապարից դուրս չի գա այս համեղ հեղուկը, որով մենք կցողենք այսպես թե ներսից, թե դրսից, եւ որի մեջ նաև կեփվի մեր հրաշք ձուկը։ Ահա, այսպես, տեսեք, հնարավորություն կա նաև այսպես։ Բոլոր կտրվածքների մեջ համեմել։ Այս փուլում կիտրոն ես չեմ ավելացնի։ Կիտրոնով մենք ընդամենը ճաշակում ենք թարմ կիտրոնով, այսինքն ամբողջական կիտրոնը, սիրելիներս, եփվելու ընթացքում դառնահամ է տալիս։ Դեղին կեղևի տակը, գիտեք, սպիտակ է, չէ՞։ Միշտ որ խմորեղեն եք պատրաստում, ասում ենք, որ աշխատեք կեղևը քերելիս չհասնեք այդ սպիտակ հատվածին, որպեսզի դառնություն չտա։ Ուրեմն բնական է, որ այստեղ էլ եփվելիս այդ դառնությունը զգացում է։ Համենայն դեպս ես այդպես եմ կարծում, իմ փորձը այդպես է ինձ ասում։ Կիտրոնով միայն ճաշակում է։ Ուրեմն կարող եք ավելացնել միայն կիտրոնի այդ դեղին հատվածը, կեղևը քերել եւ ավելացնել ձկան մեջ դուրսը, ոնց ձեզ հարմար է։ Այնպես որ պատրաստի ձուկը ավելի լավ է, մատուցեք թարմ կիտրոնով։ Այսքանը։ Ձկան հետ բոլոր աշխատանքները ավարտեցինք, շարունակում ենք, պատրաստում ենք թանձրուկ մեր հրաշք բանջարեղենի համար։ Էլի վերցնում ենք մի փոքր բուսայող, որի մեջ ավելացնում ենք պղպեղ, ինչպես նաև 4 կանաչի, ինձ մոտ իտալական կանաչիների խառնուրդ է եւ առանձին նաև վերցրել եմ օրեգանո, որպեսզի օրեգանոյի բույրը գերիշխի։ Իսկ իտալական կանաչիների խառնուրդի մեջ կա նաև օրեգանո, ռոզմարին, շալֆեյ եւ այլն։ Հավատացեք, շատ է համադրվում, շատ բանջարեղենի հետ։ Այստեղ եմ ավելացնում, շատ համեղ է բուրում։ Սա խառնում եմ։ Չեմ ավելացնում ոչ մի տեսակի, ուրեմն սոյայի սոուս, այդ մուգ գույնի, ոչ մի բան։ Պղպեղներ պատրաստենք։ Պղպեղը այսպիսի քառակուսիների եմ վերածելու։ Բանջարեղենը կարող եք հենց այնպես փռել տապակի մեջ։ Իհարկե կլինի։ Կարող եք ավելի էսթետիկ տեսքի համար անցկացնել այսպիսի ձողերի վրա, կարող եք վերցնել փայտե ձողեր, որոնք պարզապես թրջել եմ մոտ 5 րոպե, որպեսզի չայրվի ջեռոցում։ Եվ իհարկե այսպես հերթականությամբ անցկացնում եմ բոլոր բանջարեղենները մեկը մյուսի հետևից։ Ասեք, որ արդեն իսկ շատ գեղեցիկ է, հիմա այսպես ցողում եմ բանջարեղենը։ Աղեմանում եւ այս թաց թանձրուկի վրա աղը արդեն կմնա։ Եվ նույնը անում եմ մյուս կողմից։ Եվ ուղարկեմ նախապես տաքացված ջեռոց 200 աստիճանի տակ եփվելու։ Ուշադրություն դարձրեք, խնդրում եմ, որ ես ձկան մակերեսը չեմ ծածկելու ոչ փայլատիթեղով, ոչ ուրեմն թղթով, մինչև կես ժամ 40 դեպք։ Իսկ եթե ձեզ մոտ ավելի մանր ձկներ լինեն, կարծում եմ կես ժամը բավական կլինի։ Ուրեմն, մինչ ձուկը կպատրաստվի այնտեղ ջեռոցում, մենք կհասցնենք որպես բոնուս այսպես տարբերակ պատրաստել նաև շատ համեղ գարնանային աղցան, որը իհարկե կհամադրվի զատիկի սեղանի ուտելիքների հետ։ Այս աղցանը պատրաստելու համար կվերցնենք 1000-ի այսպես մատղաշ թերթիկներ, շատ նեղ չեմ կտրտում, այսպիսի լայն կտորներ պետք է ստանանք։
Ուրեմն ալիքում ունենք նաև դկան տարբերակ ուրիշ, հղումը կդնեմ նույնպես ունենք նաև աղցանների տարբերակներ, էլի հղումները կդնեմ, որպեսզի դες համար հեշտ լինի եւ դուք շատ չփնտրեք թեպետ եւ եթե դες հետաքրքիր է իմ կատարման որևիցե բաղադրատոմս, կարող եք փնտրել բաժնում, գրել, ասենք, ուտեստի անվանումը եւ իմ անունը կողքից։ Ուրեմն վարունգ ենք ավելացնում, վարունգը բաժանում եմ երկու մասի, պետք չէ ոչ մի բաղադրիչ շատ մանրացնել, գիտեք, նրանք 50%-ով երևի հեղուկ են պարունակում եւ աղի հետ շփվելուց դառնում են կեսբուռ։ Ուրեմն բոլոկի նույն ինքը բողոք։ Ավելացնում եմ նաեւ պղպեղ, ծայրերը հեռացնեմ, սա քաղցր պղպեղ է սիրելիներս։ Կարող եք, եթե ինձպես կծու սիրող եք, կծու կանաչ պղպեղ ավելացնել։ Արամուսի լոլիկ եմ ավելացնում։ Հայաստանում այդպես է, չէ՞։ Արամուսի, չգիտեմ ինչի, բայց այս արամուսի լոլիկները իրոք շատ համեղ են, շատ համեղ են։ Թեպետ տեսեք, դեռ ջերմոցային տարբերակից ենք օգտվում, բայց էլ ավելի համեղ է։ Քանի որ բավականին խոշոր է, այսպես կիսում եմ նոր։ Սա եմ շերտատում, հետաքրքիր սոխ է, այդքան էլ ուժեղ սոխի համ չունի, նուրբ բարակ, այսպես ասած, սոխի համ ունի։ Բուսայուղ եմ ավելացնում։ Միայն աղ եւ բուսայուղ, ուրիշ ոչինչ հարկավոր չէ։ Համայինը կապահով են արդեն բանջարեղենները։ Մեզ մնում է լավ խառնել։ Այս տեսակ աղցանը խորհուրդ եմ տալիս պատրաստել անմիջապես մատուցելուց առաջ։ Իսկ եթե շատ զբաղված եք, կարող եք բոլոր բաղադրիչները, ինչպես այսպես կտրատել եւ դնել սառնարան։ Հետո մատուցելուց առաջ անել աղ եւ բուսայուղ։ Վերջ։ Տեսեք ինչքան գարնանային է, ինչքան վիտամինային է եւ անչափ համեղ։ Ցել եմ մոտ 35 րոպե եւ մեր ուտեստը ունի այսպիսի տեսք, ես երևի թե մոտ 5 րոպեեր կպահեմ։ Պարզապես ուզում եմ այս հեղուկով, հյութով մի հատ ցող եմ կանել ձուկը, իսկ բանջարեղենը, իհարկե, իսկ բանջարեղենը էլի լավ եփվել է, ինչպես տեսնում ենք, գրիլի վիճակ է։ Եվս 5-ից 7 րոպե եւ վերջ։ Տեսեք ձուկը չի կպչել ոչ մի կերպ հատակին։ Իհարկե դուք կարող եք այն մասերի բաժանել, հետո նոր դնել ափսեի մեջ։ Ձուկը անչափ հյութեղ է, անչափ հյութեղ է։ Կարող եք հանել շշերի վրայից, բայց այս պահին այսպես եմ թողնելու ես։ Ինչքան լավ են եփել։ Բանջարեղենները շատ համեղ է, կարտոֆիլը նույնպես եփվել է։ Շատ համեղ է։ Ջեռոցում է պատրաստվել, բայց տեսեք ինչքան հյութեղ է։ Չի ջրազրկվել, հակառակը։ Ընտիր է, շատ համեղ է։ Ձկան համար կարող եք վերցնել առանձին տարա, ավելի խորը, բայց էլի նույն կերպով փաթեթավորել, հա, որպեսզի չկպչի ափսեից թեկուզ, բայց էլ ավելի շատ նարինջի հյութ ավելացնել, որպեսզի հյութը շատ լինի եւ այդ հյութի մեջ
Եփվի, թեպետ այսպես էլ էլի շատ լավ է։ Այստեղ պիտի ասեմ, ապրեմ ես։ Այսքանը սիրելիներս, հուսով եմ ձեզ դուր եկավ այսօրվա մեր հրաշք բաղադրատոմսը եւ դուք կպատրաստեք։ Ուրախ զատիկ բոլորիս եւ շնորհակալ եմ, որ ինձ հետ եք եւ որ այդքան դրական եք։ Ինչ նոր համեղ հանդիպումներ։